գյուղատնտեսությունը շատ նուրբ ոլորտ է ու հատուկ ուշադրության կարիք ազգում ժողովրդական տնտեսության մեջ կառավարման, կազմակերպման եւ որակյալ մթերքի ստացման տեսակետից դրա մեջ ուրույն տեղ ունի եւ անասնապահությունը եւ դաշտավարությունը, դաշտավարության մեջ հատկապես ռազմավարական նշանակություն ունի ցորենը։ Նախկինում ցորենի համար վճարվում էր երբեմն հին բարի ժամանակներում վճարվում էր կարծր ցորենի համար եւս մի 40 կոպեկի վրա եւս մի 10 կոպեկ ու առաջանում էր 50 կոպեկ։ Այսինքն մոտ 20% գնի 20%-ը սուբսիդավորվում էր ընդհանրապես կոպիտ ասած։ Հիմա կառավարությունը ի վերուստ ասեմ, որ ճիշտ չէր միացնելը ոլորտային նախարարությունը ֆունկցիոնալ նախարարությանը, բայց իդեմս չենք կարող չնշել, որ վերջի փոխնախարարները գյուղատնտեսությունը համակարգող երկու երիտասարդ փոխնախարարները վերջերս բավականին ակտիվություն մտցրեցին գյուղատնտեսության ոլորտում, բայց ինչևէ մենք ռազմավարական նշանակության ցորենի հատիկի խնդիր ունենք 5 տարուց մոտավորապես 2 մաքսիմում 3 տարին, որ հանգարց գյուղացին կարող է առանց երաշտի, առանց կարկուտի, առանց եղանակային կատակլիզմների դիմակայի ու եկամուտ գեներացնի։ Հիմնականում սա է պատճառը, որ պետությունը չի կարողանում դեռևս ունենալ այնպիսի կառույցներ, օրինակ Եվրամիության երկրներում պետությունը գների իջեցման դեպքում ինտերվենցիոն միջոցառումներ է իրականացնում գների վրա, մթերողներից ինքն է վերցնում ցորենը տվյալ դեպքում, երբ անհրաժեշտ է լինում, ինքը առանց գների իջեցման վաճառում է վերամշակողներին։ Մենք ունենում ենք ցորեններ, սերմացումներ, որոնք ներկրվում են դրսից, առանց ակլիմատիզացնելու, առանց հարմարեցնելու, գյուղացին առանց իմանալու որտեղ ցանի, ինչպես ցանի, ինչը նախորդի, ինչ ցանկաշրջանառությամբ, գյուղացին արագ սերմը հանձնում է հողին ու ոչինչ չի ստանում։ Քիչ չեն այդ դեպքերը, երբ ֆերմերը ինքը իր սերմացուն է ուզում ցանել։ Աշնանացան կլինի, գարանացան կլինի, ինչևէ, որը մենք ժամանակի ընթացքում տեսել ենք ավելի շատ բերք է ապահովում, քան ներկրված առաջի դասի ցորենը ենթադրենք։ Պետք է կառավարությունը գնա նաև այն բանին, որ սուբսիդավորվի թեկուս մի 60-70%-ով էլիտան սուբսիդավորում, առաջի դասը սուբսիդավորում է, սուբսիդավորվի նաև մարդու արտադրած տեղական ցորենով ցանքերը։ Թող կեսով սուբսիդավորվի։ Մարդը կարողանա գոնե ստարտային վիճակից դուրս գա։ Տանկ են պարարտանյութերը, բուժանյութերը չեն վերահսկվում, պեստիցիդներ չեն վերահսկվում, ինքը չգիտի որտեղից ինչ գնի, ինչպես օգտագործի, լսելով մեկից մյուսից, այդ խորհրդատվական ծառայությունն էլ հասցեական չի։ 1 կիլոգրամ կաղապարային հացը մոտավորապես վաճառվում է 800-900 դրամով, եթե ոչ ավելին։ Ինչ է նշանակում 100 դրամ տան 1 կիլոգրամ ցորեն մթերելու, մնացած ինքնարժեք է, թող գա կրկնապատկվի դառնա 200 դրամ, հաց արտադրելու թող դառնա 300 դրամ, ինչ է նշանակում հաց արտադրողը գեներացնում է բազմակի եկամուտներ եւ այստեղ գյուղացին արագ իր վարկերը փակելու համար, տնտեսական խնդիրները լուծելու համար, ցանկալի որ անասնակեր օգտագործեն։ Մեր անասունները մեկը թերսվում են։ Դուք ցորենն եք նշում որպես ռազմավարական, ցորենը կարելի է ինչ որ տեղ կոմպենսացնել, գնել, բերել, համալրել ցորենի պաշարները որպես ռազմավարական նշանակության մտիկ, բայց շատ վատ է անասնապահության ոլորտում։ Տարիներ են պետք անասնապահությունը վերականգնելու համար, իսկ եթե մենք կարողանայինք ու կառավարությունը համապատասխան գերատեսչություններ, եթե կարողանային կաթի փոշու ներկրումը կանոնակարգեր եւ սննդի տեսչություն մյուս կազմակերպությունները կարողանային մակնշումը ապահովել կատնամթերքի, մենք այսօր կունենայինք մայրական գլխաքանակ։
Այդ լավ բարի ժամանակներում առաջի դասի կաթը վաճառվում էր 40 կոպեկ։ Եվ էլի հավելումներ էին տալիս առաջի դասի կաթի համար։ Հիմա ի՞նչ է նշանակում։ Կաթը 120 դրամ, 140 դրամ։ Ի՞նչ է նշանակում։ 1 լիտր կաթ ստանալու համար կովի կրծի միջով պետքա շրջանառություն կատարի շուրջ 480 լիտր արյուն։ Ինչ է նշանակում։ Այդ բիոլոգիական այդ բարձրարժեք սննդամթերքը մենք կաթի փոշու տեսքով արտադրանք ենք տալիս ու մակնշումը այնպես է արվում, որ սպառողը չի կարողանում դրանից օգտվել։ Կոկոսի յուղով, բուսական յուղերով, կատնային հավելումներով արտադրված կատնամթերքը պետք է մակնշվի որպես այդպիսին։ Անարատ կաթով ստացվածը պետք է մակնշվի որպես անարատ կաթով ստացված, իսեր ասու, թող բարձր է։ Դեռևս այն կազմակերպությունները, որոնք որ պետք է հսկողություն իրականացնեն, այդ կազմակերպությունները դեռևս պատշաճ կարգով չեն կարողանում կանոնակարգել։ Գնալով շատ արագ, շատ կտրուկ իջնում է կովերի գլխաքանակը, ինչպես հանրապետությունում, այնպես էլ մեր մարզում։ Գերարտադրությունը շատ վատ վիճակում է, արոտները, խոթարքները չեն օգտագործվում, դեգրադացվում են։ Հեռագնահարոտները, մենք ունենք ալպյան մարգագետիններ, ալպյան արոտներ, որ կարող ենք շատ բարձրարժեք մթերքներ արտադրել։ Պետք է գույքագրում արվի, հաշվառում արվի, շատ իրատեսական եղանակով մենք ստանանք մենք ինչ ունենք եւ ամեն մի գյուղում, ամեն մի համայնքում մենք պետք է ունենանք հողերի գույքագրման քարտեզ, տվյալ դեպքում այդ հողի վրա կալիումը կա, թե չկա, ազոտը կա, թե չկա։ Մենք իրավունք ունենք այդտեղ կալիումական պարարտանյութ տանք, թե բոլորս պետք է ազոտական պարարտանյութ լցնենք ու առանց արմատային համակարգի ձևավորվելու, առանց կալիումի մենք ունենում ենք բույս, որը առանց արմատային համակարգի մի ստից անձրև է գալիս, մի ստից կարկուտ եւ այդ ցանված արտը ժողովրդի լեզվով ասած պարկում է։ Երիտասարդությունը հույսը չի կապում հողի հետ, առավել եւս անասնապահության հետ։ Բոլորը ձգտում են քաղաք, շինարարությունում աշխատել, մյուս ոլորտներում, սպասարկման ոլորտում աշխատեն, պետք է հրապուրվի եւ անասնապահությունը եւ դաշտավարությունը շատ մեծ բաց մենք ունենք այսօր անասնաբուժերի հետ կապված, որ անասնաբուժերի միջին տարիքը շուրջ 60-63 տարի է։ Եվս մի քանի տարի մենք անասնաբույժ չենք ունենա, բայց բժիշկը եթե բուժում է մարդուն, անասնաբույժը բուժում է մարդկությանը։ Ցանկալի է, որ մարզերում, համայնքներում ունենանք այնպիսի հանձնաժողովներ, որոնք իրոք կոչված են ֆիքսելու համաճարակը եւ կանգնել գյուղացու կողքին թեկուս 70%-ով փոխհատուցելու գրված գյուղացու վնասը անասունից համաճարակի դեպքում ու մեր լաբորատորիաները, ռեֆերենտ լաբորատորիա այնպիսի բաներ կան, որ այդ գործոնները հիասթափեցնում են